Ես շնորհակալ եմ, այո, իհարկե մենք բոլորս էլ այստեղ ենք, նորմալ իրան գալիս են, մենք չենք բողոքում բանակից, բանակում շատ լավ, կերակուրը, հագուստը, ամեն ինչը նորմալ է, շատ լավ է, ամեն ինչից գոհ ենք, թե իրանց օդպուսկները, որ գալիս են ժամանակին, տրված ժամանակահատվածը, շատ շնորհակալ ենք, բայց այն, որ երեխան գնացել է, մեկը իմ տղան գնացել է 2025 թվականի հուլիսի 2-ին, բայց իր դասընկերները գնացել են այս տարի, նույն դասարանում, նույն տարիքային ծնունդների տարբերությամբ։ Ես կխնդրեի, որպեսզի բոլորս էլ համատեղ լինենք, խնդրում ենք վարչապետին, ՊՆ նախարարին, որպեսզի չանտես ուղարկի չանտաս։ Ազգային ժողովի լրագրողների եջափածոյցի ժամանակ նշեց, որ փոփոխություններ չեն նախատեսվում։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Նայեք, հա, համաձայն եմ, մենք էլ ենք դա տեսել, որ ինքը չի ուզում փոփոխություն անի, բայց երբ որ ինքը գիտակցի եւ մի փոքր ինքը մտածի, ես չեմ կարծում ինքը չի մտածում, բայց պետք է որ, չէ որ ինքն էլ վաղը զինվոր կունենա։ Հավասարություն, ընդհանրապես մենք խնդրենք, որ պաշտպանության նախարարը ոչ թե ուղարկի հենց կտրուկ ասի, որ փոփոխություն չի լինելու, ուղարկի տղաների մասին մի փոքր մտածի, քանի որ տղաները նույնպես իրենք էլ հոգեվիճակի մեջ, իրանք էլ նորից եմ ասում, չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ իրանք էլ են ուզում, որ իրանց ընկերների հետ գան։ Իմ տղան 2 տարի ծառայում է, բայց գալու է իր դասընկերների հետ։ Այսինքն գալու է մյուս տարի իր ընկերների հետ, որը գնացել են այս տարի։ ՊՆ նախարարին Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ, որ չանտեսեն մեզ։ Քանի որ մենք էլ ծնող ենք, մենք էլ մտածում ենք այդ ամենի մասին։ Տեսեք, շնորհակալ կլինենք։ Կարծիքներ կան, որ սա նախընտրական քայլ էր ընդհանրապես, ինչպես ընտրություններից առաջ թոշակը բարձրացին։ Չէ, ես ավարտեմ հարցս, հա։ Ինչպես թոշակները բարձրացան եւ այլ նման դրական փոփոխություններ, սա էլ դրանցից մեկն էր, երբ ծառայությունը կրճատեցին սարքելով 2-ի փոխարեն 1.5 տարի։ Եվ հիմա նայեք, մենք ոչ ընտրությունն ենք խառնում, այստեղ ոչ բայց ծնողները խառնում։ Չէ, մենք չենք խառնում։ Ծնողը չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կամ ինչ որ ընտրությունների համար մենք այս հարցը քննարկում ենք, ոչ։ Այս հարցը եղել է շատ վաղուց, ուղղակի չենք բարձրաձայնել, այսինքն դիմել ենք, նախարարություն սպասել ենք, որ նամակի պատասխանին, բայց երբ որ ստացել ենք, որ չեն պատասխանում, տեսնում եմ, բայց չեն պատասխանում, նոր մենք դիմել ենք, որ գանք նախարարություն։ Իսկ ինչ մնում է ընտրություններին, մենք ոչ մի ընտրությանը այս հարցը չենք խառնում։ Մենք միևնույն է, սա մեր պարտքն է, դա մեր պարտքն է, որ գանք, ընտրենք, բոլոր քաղաքացիներն էլ դա անելու են։ Հիմա ով էլ ստեղ ասի, որ չեն գնալու, դա բան չկա, բոլորն էլ գնալու են։ Մենք ստեղ պայքարում ենք մեր զինվորի համար։ Հա, պապիկը դե միգուցե պապիկը մի քիչ մեծ է, տարիքային կարելի է իրեն մի քիչ հասկանալ, բայց ոչ, ընտրությունը չենք խառնում։ Կհիշեք նամակը երբեք հասցեագրել եւ ում եք կոնկրետ հասցեագրել, ՊՆ-ին, վարչապետին։ Նախարարին էլ ենք ուղարկել, վարչապետին էլ ենք ուղարկել, բայց պատասխան չենք ստացել։ Ժամկետներ կհիշեք երբեք։ Նու մոտավորապես մի 4 ամիս առաջ ենք մենք իրանց էլի դիմել ու պատասխաններ չենք ստացել, որովհետև իրանք նայել են ու չեն պատասխանել։ Այսինքն տարեվերջին նախորդ 25 թվականին, հա, երբ որ էս արդեն կար էս խոսակցությունը, որ լինելու է տարի կեսում, մենք այդ ժամանակ նախարարին Նիկոլ Փաշինյանին նամակը ուղարկել ենք, բայց պատասխան չենք ստացել, հետո տղաները արդեն 4 ամսվա, 6 ամսվա ծառայող են եղել, 4 ու ընդունվել է օրենքը, որ տղաները պետք է ծառայեն տարի կեսում։ Ես նույնպես եմ ասում, այսօր իմ որդին ծառայում է 2 տարի, 2025 թվականի հուլիսի ավագին, 2-ի, բայց իր ընկերները ծառայում են հիմա, տարի կեսումով։ Պաշտպանության նախարարությունում այսօր ընդունել են ծնողների խումբ։ Այո, շատ հանգիստ խոսեցինք, դեռ չենք մոտիկացել իրանց, նախարարին նամակն ենք ուղարկել, հիմա սպասում ենք, որպեսզի մեզ կանչեն մի փոքր զրուցենք, մենք բոլորով բնականաբար չենք գնալու նախարարի մոտ, թող մի քանի հոգու։ Բայց կոնկրետ նախարարի հետ եք ուզում հանդիպել։ Նախարարի, տեղակալի, ով որ մեզ կընդունի, ով որ մեզ կլսի պարտավոր։ Բավարարեն այդ բարակայում ինչ եք պատրաստվում անել։ Չենք կռվելու բնականաբար, խնդրելու ենք, որ կրկին փորձելու ենք։ Ժողովուրդ ջան, կրկին փորձելու ենք։ Այսօր
Եթե ես էլ ունեմ զինվոր, դուք էլ ունեք, վստահ եմ ձեր տանել, բոլորի տանել մի զինվոր կլինի։ Չենք կռվելու, մենք չենք եկել կռվի։ Եթե մենք կռվենք, կգնանք մարտում կկռվենք, մենք չենք եկել այստեղ կռիվ անելու, մենք եկել ենք խնդրելու, պահանջելու հավասարություն, ընդամենը։ Մեզ ոչ մի բան ստեղից պետք չի։ Իսկ Տեսեք, այստեղ բայց շատ կարևոր մի նրբություն է կա, խոսքը անվտանգության մասին է վերջո, ծառայության, հա, համանդրվածության մասին է նաև խոսքը։ Ճիշտ է, այսպես ասում են կրճատել, բայց այդ համանդրվածության հետ կապված դա մենք ուզում ենք հավասարություն։ Միևնույն է, մեր տղաները ծառայում են։ Այնպես չի, որ իրանք արեցին տարիքեսում, մենք գնալու ենք մեր տղաներին բանակից վերցնենք ու բերենք տուն։ Բնականաբար ոչ։ Մեր տղաները ծառայելու են։ Իրենց պարտքը տալու են հայրենիքին, ոնց որ տալիս են 2026 թվականի տղաները, չէ՞։ Բնականաբար մեր երեխաներն էլ են տալու, պրոստո տարիքեսումով։ Մենք ընդամենը դա ենք պահանջում, մենք ուրիշ ոչ մի բան, Թեհմինե Ալեքսանդրի։ Նամակի բովանդակությունը ձեզ մոտ կա, կարող եք մեզ։ Իհարկե, կա, վերևում է, ժողովրդի մոտ է, կարող ենք, իհարկե։